համատարած խուժանություն է այս իշխանության կողմից, որ տեղի է ունենում։ Խուժանություն է անվանում Հայաստան Դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանը իրենց ուժի դեմ իրավապահների գործողությունները։ Վաղ առավոտից Հայաստան Դաշինքն ահազանգում է թիմակիցների ձերբակալությունների մասին։ Մինչև այս պահը մենք տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրից, բայց մեր տեղեկություններով ոչ միայն ինքն է, մոտավորապես մոտ 10 համակիրների, շտաբների աշխատակիցների հետ մենք այս պահին կապ չենք կարող հաստատել։ Գյումրիի նախընտրական շտաբի պետ Բաբկեն Սարոյանի գտնվելու վայրն է առավոտյան անհայտ եղել Հայաստան Դաշինքի անդամներին։ Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Սարոյանին ձերբակալել, Երևան են հասցրել, հետո թե թյուրիմացություն է եղել։ Օրինակ Գյումրու շտաբի պետին մեր առավոտ 6-ին ձերբակալել են, բերել են Երևան, հակակոռուպցիոն, այս կոմենտում վերջում ասում են թյուրիմացություն ա եղել, բաց են թողել։ Հայաստան Դաշինքի շտաբների աշխատանքը խոչընդոտելու նպատակով են ձերբակալությունները, համոզված է Սաղաթելյանը։ Այս ամեն ինչ անում են մեր աշխատանքները կազմալուծելու, սահմանափակելու համար ու որքան տեղյակ են ոչ միայն մեր, այլ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի ևս։ Ուժեղ Հայաստան Դաշինքն էլ իր անդամների ձերբակալությունների մասին է ահազանգում։ Գյումրիում հայլուրի նկարահանման պահին մինչ փաստաբանները պատմում էին, որ տեղեկություն չունեն իրենց վստահորդներից, ուժեղ Հայաստանի գրասենյակից ոստիկանները դուրս են բերում 3 մարդու ձեռքերը ոլորած։ Փորձում են կապ հաստատել, բայց այս պահի դրությամբ հնարավոր չէ։ Հայլուրի կադրերում է հայտնվում ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուբինյանը։ Ահա դուք տեսնում եք, որ Պարոն Խուբինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշարք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Ըստ ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Էդգար Ղազարյանի հանրային ծառայության մասին օրենքն արգելում է նախարարի օգնականին օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնել։ Մնացածը հետո կասնի։ Ուժեղ Հայաստան Դաշինքի անդամների փաստաբանը լրագրողներին հայտնում է, որ չգիտի ուր են տանում վստահորդներին։ Ոչ մի բան մեզ ահազանգ եղավ, մոտեցանք, հիմա տեսանք, որ մի քանի օքի ձերբակալեցին, բայց ինչու համար ուր են տանում չհայտնեցին, այս հարցրեցին, որևէ տեղեկություն չտվեցին։ Այս վկայում է, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է, հոգեվարքի մեջ է, ու այս վերջի իր քայլերը օգուտ չտան։ Իշխանության ցայտնոտի պատճառներից մեկը ընտրողների ակտիվ մասնակցությունն է քվեարկությանը, կարծում է Իշխան Սաղաթելյանը։ Փաստը ցույց է տալի, որ սա քաղաքացիների վրա չի ազդում, ընդհակառակ քաղաքացիները իրենց այս մասնակցությամբ այս իշխանության վարկագծի ապտակը տալու են։ Գյումրիում ձերբակալություններից հետո ավելի է մեծացել մարդկանց հոսք ընտրատեղամասեր, վստահեցնում է Հայաստան Դաշինքի падգամավորության տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Մեր տեսակը կոտրվող տեսակ չէ։ Ամբողջ մեր թիմագիցները մինչև այս պահը զանգահարում են եւ ասում են քառագի թափով ենք առաջ գնալու։ Հանրապետության երկրորդ քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 108,000 քաղաքացիներից 31,000-ը մինչև կեսօր ընտրական տեղամաս է գնացել։ Դա ընտրողների մոտ 29%-ն է։ Ալբերտ Սերոբյան, Ալեքսանդր Սարգսյան, Առաքել Օհանյան, Նորայր Հակոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։